24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ընտրություններից առաջ արվող սոցհարցումներին անդրադառնանք, որքանով է իրական պատկերը արտացոլում այդ հարցումները, որովհետև հարցումները կարծես իրարից բոլորովին տարբեր են։ Այս անգամ էմպիրիկա ընկերությունն է հարցում իրականացրել, ըստ որի Սամվել Կարապետյանը 35% ձայն ունի, Փաշինյանը 34% եւ ոչ ոքի 19 ձայն։ Դրանից առաջ Միջազգային հանրապետական ինստիտուտներ հարցումներ իրականացրել, Քաղաքացիական պայմանագիրը 24% ձայներ, Ուժեղ Հայաստանը 9%, Հայաստան դաշինքը 3.4%, ԲՀԿ-ն 3%, այլ ուժեր 1%։ Հիմա որ այսքան տարբերություններ ինչի մասին է խոսում, եթե օբյեկտիվ իրականացվում է այդ հարցումները եւ ինչ պատկեր է արտացոլում։ Գիտեք, կարծում եմ այս պատկերները, այս հարցման արդյունքները տարբեր իրարից իսկապես բավականին տարբերով ցույց են տալիս, որ այսպես ասեմ, սոցիոլոգիան հասարակական կարծիքի ուսումնասիրման միջոցից վերածվել է վաղուց արդեն հասարակական կարծիք ձևավորելու միջոցի, որովհետև մանավանդ այն ընտրազանգվածը, որը կոչվում է չկողմնորոշված, սովորաբար չկողմնորոշված կամ պասիվ, որը երբեմն նաև շատ դեպքերում ավելի շուտ չի մասնակցում ընտրությունների, իրենք սովորաբար գնում են ձևավորված տրենդի հետևից, միտման հետևից։ Այսինքն ոչ թե արտացոլում իրական պատկերը, այլ հասարակության ներկայացնում է ինչ-որ պատկեր։ Ես հեռու եմ այն մտքից, որպեսզի սոցիոլոգիան որպես գիտություն նման կերպ միայն, այսպես ասենք, ներկայացնեմ, բայց ցավոք սրտի շատ դեպքերում քաղաքական սոցիոլոգիան մանավանդ նման մեր տիպի երկրներում, որոնք ամերիկացիները կոչվում են переходный демократия, այսպես ասենք, անցումային դեմոկրատիայի երկրներ, նման երկրներում շատ դեպքերում քաղաքական հարցումները իրենք ոչ միշտ են արտացոլում իրական պատկերը, որովհետև մեր տիպի երկրներում, որտեղ այսպես ասենք, մեղմ ասած ժողովրդավարական ավանդույթները հեռու են կատարյալ լինելուց եւ երկիր, որտեղ կան քաղբանտարկյալներ, այսպես շաբաթ չի լինում, որ ասենք որևէ մեկին չձերբակալեն, կալանավորեն քաղաքական հայացքների համար, ազատ խոսքի համար, նման պայմաններում բնականաբար հարցման մասնակիցները որոշակի կաշկանդվածություն ունեն, սկսած նրանից, որ պարզապես եթե դա հեռախոսային հարցում է, հեռախոսը անջատում են, շարից փորձանքից հեռու, վերջացած նրանից, որպեսզի զերծ մնան հնարավոր ռիսկներից, թե իրենք, թե իրենց ընտանիքի անդամները, թե բարեկամները, շատ դեպքերում ասում են այն, ինչ այդ տվյալ պարագայում, տվյալ պահին իշխանությունները ուզում են լսել, այսինքն անվտանգ ինչ-որ մի տարբերակ են ասում, շատ դեպքերում այդ հարցման արդյունքները բավականին, այսպես ասենք, հեռու են իրականությունից։ Բայց քաղաքական ուժերը շատ ոգևորում են այդ հարցումներից։ Քաղաքական ուժերը ճիշտ են անում, որ ոգևորում են, որովհետև քաղաքական ուժերը շատ դեպքերում այդ հարցումները օգտագործում են որպես հենց քարոզչություն այս առումով։ Ես նորից եմ ասում, ես չեմ ասում, որ բացարձակապես ճշմարտություն չկա, բայց դուք եք տեսնում, որ եթե մի հարցման արդյունքում, ասենք, արդյունքներով քաղաքական մեկ ուժը առաջատար է գրեթե նույն տոկոսներով, ինչ մյուս հարցումում, այսպես ասենք, պարզ է, որ նման պարագայում մենք բոլորս օրինական եւ լեգիտիմ, այսպես ասենք, իրավունք ունենք մեծ վերապահումով վերաբերվել ցանկացած հարցմանը։ Այլ հարց է, որ մենք ինքներս բոլորս էլ որոշակի ֆոկուս խմբերի հետ ենք աշխատում, մենք բոլորս էլ մոտավորապես պատկերացում ունենք իրականում ինչ տրամադրություններ կան երկրում, էլի մոտավորապես է, բայց այնուամենայնիվ հարաբերական է մեր պատկերացումներ, բայց այնուամենայնիվ։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ հարցումներին, ինչ վերաբերում IRA-ի հարցումներին։ Իմիջիայլոց միջև IRA-ի հարցմանը անցնելը, ասեմ, որ IRA-ը, եթե ծանոթ եք IRA-ի գործունեությանը, դա Միացյալ Նահանգների հանրապետական միջազգային ինստիտուտն է, որը որ այսպես ասենք աշխատում է հանրապետական կուսակցության վրա, այսինքն հանրապետական կուսակցության ինստիտուտներից է, դեմոկրատներն էլ ունեն, NDI-ն է, հանրապետական այդ IRA-ը ընդհանրապես ինքը Միացյալ Նահանգների ներսում, եթե անում է էլեկտորալ հարցումներ, այսինքն հարցումներ, որոնք վերաբերում են քաղաքական
process-ներին, էլեկտորալ process-ներին Միացյալ Նահանգների, ապա դա այնքան հազվադեպ է լինում, որ նույնիսկ հայտնի չի նման դեպքեր։ Այսինքն այդ ինստիտուտը սովորաբար Միացյալ Նահանգների ներսում նման հարցումներ առհասարակ չի անում եւ հիմնականում անում է էլեկտորալ process-ներին վերաբերող հարցումներ, այս անցումային, այսպես կոչված դեմոկրատիայի երկրներում, ասենք դա Ուկրաինան է, Վրաստանն է, Հայաստանն է, Բալկաններն են ընդհանրապես։ Սա ես կարծում եմ ինքնին բավականին խոսուն ինչ-որ բան է, այսինքն ակնհայտ է, այն առումով, որ այդ ինստիտուտի հարցումներն շատ դեպքերում իրենք քարոզչական նպատակ ունեն։ Հիմա շատ է խոսվում, չէ՞, դրա մասին, դա ակնհայտ է իմ կարծիքով, որ մենք տեսանք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը փոխնախագահ Վենսը եկավ Հայաստան եւ ուղղակիորեն աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին եւ իր քաղաքական թիմին եւ դրանից հետո դուրս են գալիս այս հարցումները, որոնք 3 անգամ ավել ձայն ունի այս հարցումների Փաշինյանը։ Որոնք այո, հարցումները այս պատկերը ունեն։ Հիմա տեսեք, իմ տպավորությամբ, սա զուտ տպավորություն է, Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքական թիմի ձայները հիմնականում գուցե մոտ են ճշմարտության, այսինքն 20-22-24%, չգիտեմ, հաշվի առնելով նաեւ որ սոցիոլոգիայում անճշտությունը, վիճակագրական անճշտության տոկոսը դա 2-ից 3% է, կարող է լինել 20%-ի մոտ։ Բոլոր նախկին հարցումներն է ցույց էին տալիս, որ Նիկոլ Փաշինյանը կարող է 15-ից մինչև 20% ձայներ ունենալ վարկանիշ կամ իր թիմը, հա, ավելի շուտ։ Այս առումով ես կարծում եմ, որ շատ լուրջ կորեկտիրովկեք արդյունքները չի ենթարկվել արդյունքը, այսինքն իշխող քաղաքական ուժի։ Այլ հարց է, որ մրցակիցների, հիմնական մրցակիցների տոկոսները այնուամենայնիվ վերանայվել են, որոշակի վերախմբագրվել են, ընդ որում, եթե հիշում եք, միջև հրապարակումը իջեցվել է, այսինքն։ Այո, այսինքն սա քաղաքական նպատակահարմարություն, ընդ որում քաղաքական նպատակահարմարությունը հնչեցվել է հենց Հանրապետական կուսակցության կողմից Միացյալ Նահանգների եւ այո, Վենսի մակարդակով առնվազն ես կարծում եմ զգալի որ վերախմբագրումներ արվել է, ընդ որում եթե հիշում եք մամուլում դրա մասին նախորոք կար գրած, որ կան հարցումներ, որոնք այնքան ձեռ չեն տալիս իշխանությանը, այնքան էլ ձեռ չեն տալիս իշխանությանը եւ իշխանությունը մտածում է, թե ինչ տեսքով դա մատուցի։ Բայց դա ազդում է մարդկանց վրա, ասում են կան մարդիկ, ովքեր տրենդի հետևից են գնում։ Բանի մասին ասեմ, հետո կանդրադառնամ, բայց նույնիսկ եթե հաշվի առնենք, եթե որպես ճշմարտություն ընդունենք այն տվյալները, որոնք հրապարակվել են, նույնիսկ այդ պարագայում իշխող կուսակցությունը ըստ էության իր գլխավոր խնդիրը չի կարողանում լուծել վերարտադրման խնդիրը, այսինքն այդ 50%-ից ավել ստանալը։ Նույնիսկ այդ պարագայում ավելին ձեզ ասեմ, եթե նույնիսկ հաշվի առնենք, որ նման պարագայում իշխանությունը կփորձի իրականացնել սպոյլեր կուսակցությունների հետ որևէ, ասենք, գործարքի գնալ, փորձի ապագայում կոալիցիոն իշխանություն ձևավորել, նույնիսկ այդ պարագայում առայժմ չի երևում այդ ուժը, այդ պրոիշխանական ուժը, որը որ կարող է իր ձայները հետագայում միացնել հիմնական ուժի, հիմնական իշխանական ուժին, այսինքն Երևան 2 պրոյեկտը, եթե մենք հիմա նույնացնենք այդ իշխանության բառամթերքին, Գյումրի 2-ի մասին է, չէ՞ խոսում։ Իրենք Գյումրի 2-ից են վախենում։ Այո, գիտեք, եթե բայց ուզում են Երևան 2 անեն, այսինքն։ Իհարկե, եթե դու ընդհանրապես դա տրամաբանական է, որովհետև պարլամենտական երկրում առհասարակ կամ այն երկրում, որտեղ այդ համամասնությամբ է ընտրվում, տվյալ պարագայում, եթե որևէ քաղաքական ուժ չի կարողանում միաձուլել, այսպես ձևավորել իշխանություն, փորձում է կոալիցիայի միջոցով իշխանություն ձևավորել։ Դա նորմալ process է, քաղաքական process է, ամբողջ Եվրոպան գրեթե հենց նման կերպ է իշխանություն ձևավորում, մեկ-մեկ աչերը, ձախերը, կանաչները, կապուտները բոլորը իրար հետ խառնվում են սիտուացիոն կոալիցիա իշխանություն ձևավորելու համար, այլ հարց է ինչքան են դրան գոյատևում այս առումով։ Հիմա Երևանի ընտրություններում ավականում մենք տեսանք, որ նման կերպ իշխանությունը ձևավորվեց, ԿՊ-ն չկարողացավ վերցնի բացարձակ իշխանություն, մեծամասնություն եւ հիշում եք ինչ մեխանիզմներով ով միացավ իրենց, հա,
եւ բացահայտ եւ ոչ բացահայտ եւ իրենք կարողացան այսպես ասած Երևան մեկ պրոյեկտ է իրականացնել հիմա պարզ է որ եթե իրանք դա չի աջողվում միանգամից ձեներ վերցնել 50+1 ապա պայմանական կամ ոչ պայմանական Երևան 2 են ուզելու անեն ընդդիմությունն է իսկ կարծում եմ որևէ տարօրինակ բան չկա եթե փորձեն ասենք Գյումրի 2-ը անեն բայց ինչու չկան այդ ուժերը արտահայտված գոնե որ ԿՊ-ին կարող են ձայն տալ, հետո միանալ հետընտրականին։ Ես կարծում եմ ուղղակի ես կարծում եմ նման ցանկացողներ կան, բայց այլ հարց է, որ որքանով են իրենք էլեկտորալ առումով մրցունակ առհասարակ։ Ես հիմա անուններ չեմ տա ուղղակի։ Նրանք կարող են համախմբվել, բայց մենք չենք տեսնում։ Կարող են փորձեն, բայց գիտեք, համախմբվելու համար դու պետք է անցողիկ լինես առնվազն, այսինքն երբ մենք ասում ենք որ ընդդիմությունը կարող է համախմբվել, խոսքը այն քաղաքական ֆորմատների մասին է, դաշինքների կամ այսպես որպես կուսակցություն առաջիկայում հանդես եկող ուժերի, որոնք անցողիկ են նախ եւ առաջ 4 կլինի թե դաշինքի դեպքում 8 կլինի, դա այլ հարց է, այսինքն գոնե մինիմալ շեմա անցնում են, որից հետո նոր կարելի է նստել եւ փորձել ինչ-որ բանի մասին պայմանավորվել։ Հիմա նույնը իշխանության դեպքում է։ Ես չեմ կարծում, որ մեկը կասկածում որ ԿՊ-ն ասենք այդ անցողիկ շեմա անցնելու է, ինչ ֆորմատ էլ լինի, այսինքն որպես ԿՊ թե որպես ինչ-որ դաշինք, դա էլ եկեք առայժմ չբացառենք։ Հարցը մեծամասնության։ Այո, խնդիրը ով կլինի օրինակ երկրորդ առավելևս տեսականորեն խոսենք երրորդ ինչ-որ մի ուժը, որը որ ակնհայտ պրոիշխանական է, գուցե հանդես է գալու իբր ընդդիմադիր դիրքերից, բայց պարզ է, որ իրենք իրենց տեսնում են իշխանության հետ որևէ կոալիցիա։ Այս պահին դուք նշмарում եք այս պահի դրությամբ ես կարծում եմ կա մեկ ուժ ընդամենը, բացի ԿՊ-ից, իշխանական բանում, դաշտում, որը որ գուցե կարող է փորձել այդ շեմը անցնել։ Կանցնի թե չի անցնի, առայժմ նույնիսկ սոցիոլոգիական հարցումները, ես այդ ուժի մասին չեմ ասի, որովհետև դա, այսպես ասենք, իմաստ չեմ տեսնում։ Իրականում հանրապետություն կուսակցության մասին է խոսքը։ Ես կարծում եմ, այո, այսինքն իրենց հույսը դա այնուամենայնիվ դա, այսպես ասեմ, արմատական արևմտյան էլեկտորատն է ընդհանուր։ Իհարկե իրենք ունեն նաև որոշակի վարչական ռեսուրսներ, թե Երևանում, թե մարզերում, որոշ մարզերում համայնքապետեր եւ այլն կարող են փորձել, այսպես ասենք, իրենց դաշտում իրենց բախտը որոնել, այսպես ասենք, փորձել։ Այս ամեն ինչը տեսնենք ինչ կլինի, բայց նույնիսկ այս պարագայում գոնե այսօրվա տվյալներով, հենց նույն IRI տվյալներով առայժմ մենք նման հեռանկարներ դեռևս չենք տեսնում, թեպետ նորից եմ ասում, նույնիսկ նրանք ովքեր որ հիմա ունեն 1% ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, IRI-ի վրա էլ չկենտրոնանանք, հաշվի առնելով սոցիոլոգիայում ընդունված վիճակագրական անճշտության տոկոսը 2-ից 3%-ը, այդ անճշտությունը որոշ դեպքերում, եթե դա պլյուսով է, ինքը հնարավորություն է տալիս շեմը անցնել։ Որոշ դեպքերում եթե մինուսով է, նույնիսկ կարող է շեմը չանցնեն նրանք, ովքեր որ իբր արդեն անցած են այդ ամեն ինչը։ Այս առումով քարոշչական առումով, որ ասում եք, հիմա մյուսը, տեսեք, մյուս հարցման համաձայն, մյուս հարցումը ես կարծում եմ մի քիչ ուրիշ մեթոդոլոգիայով է անցել, ամենայն դեպս այնտեղ եթե երկուսի մեջ է ընտրությունը, այնտեղ անձերով է, հա, այնտեղ մոտավորապես հավասար են ձայները, իհարկե Սամվել Կարապետյանի ձայները 1% ամենայն դեպս ըստ այդ հարցման ավել է, այսինքն այստեղ մի քիչ ուրիշ մեթոդոլոգիայով է ամենայն դեպս հարցումը տրվել, բայց այստեղ այլ հարց կա, մնացած տեխնացուներն էլ ընդդիմադիր ինչ-որ ձայներ ստանալու են այդ դեպքում, այսինքն այստեղ արդեն Գյումրի 2-ի ռեալ հնարավորությունն է բացվում ընդհանուր։ Այո, այստեղ կա այդ հնարավորությունը, այսինքն կա շանս, կա հնարավորություն, հարցը ճիշտ եւ գրագետ աշխատանքի մեջ է եւ քաղաքական լուրջ կամք ունենալու մեջ է։ Ես մի անգամ ասել եմ, որ ընդդիմությունը շանս ունի իմ կարծիքով իշխանության գալու, նման շանս հիմա կա համենայն դեպս պրակտիկ դաշտում, եթե իր համար, ինչպես եւ ընդդիմության համար, իշխանության համար այս ընտրությունները իրոք գոյաբանական նշանակություն ունեն, այսինքն այս ընտրություններում ամեն ինչ դրվելու է սեղանին։ Հա, ոչ մի բան էլ չի պահվելու ապագայի համար եւ այլն եւ այլն։ Եթե գոյաբանական
բնույթ ունի այս ընտրությունը եւ գլխավոր խնդիրը ոչ թե մանդատներն է, իշխանազրկումն է նախ եւ առաջ, հետագայում կարելի է շատ հեշտ պայմանավորվել, ընդ որում սպորտային պրինցիպով ով ամենաշատն է ստացել նա առաջի իրավունքը ունի իր տեխնացուին առաջադրել, ապա ես կարծում եմ այդտեղ պայմանավորվել կարելի է մանավանդ տարբեր համայնքներում որոշակի պրակտիկա դրական կա։ Իսկ ԿՊ-ն վախենում է եւ առավոտի ծիրիկում խոսում է, որ Գյումրի 2 ցույց չենք տալու, որ լինի։ Ճիշտ է անում, որ վախենում է, դա էլ է նորմալ, adekvat քաղաքական ուժ է, իհարկե ԿՊ-ի պարագայում այդպես միանշանակ չեմ ասի, բայց ընդհանրապես adekvat քաղաքական ուժ է, որը որ իրական հարցումներ ունի եւ նույնիսկ ոչ իրական հարցումներով 24% է իր մաքսիմումը, ինքը բնականաբար պետք է մտահոգված լինի, որ մրցակցային դաշտում կարող է եւ պարտվել առավելևս, որ իրենք իրական պատկերներ ունեն, որովհետեւ որևէ մեկը, ես կարծում եմ, որևէ քաղաքական ուժ Հայաստանում այնքան իրական չի պատկերացնում պատկերը, ինչպես իրենք, որովհետեւ չեմ կասկածում, որ ամեն շաբաթվա ռեժիմով իրենց ներկայացում է սոցիոլոգիական հարցումներ, հատուկ ծառայությունների կողմից իրականացվող եւ իրենք իրական պատկերը իսկապես գիտեն։ Այլ հարց է քարոզչական դաշտում ինչ է արվում, այլ հարց է ամեն դեպքում քարոզչական դաշտում ինչ վերաբերում է այնպես հարցին, ձեր թե որքանով դե ազդում չկողմնորոշվածների վրա, գիտեք, պարզ է, որ որոշ չկողմնորոշվածների վրա դա ազդում է, բայց մյուս կողմից տեսեք, իշխանությունը երբ ուրիշ հայտարարություններ են, չէ՞ արվում 65% ենք վերցնելու եւ այլն եւ այլն։ Նշաձողով Փաշինյանն ասաց 65%։ Այսինքն այո, սկզբից 50 + 1 էին ասում, հիմա 65 են ասում։ Դա նշանակում է, որ իրենք փորձում են հրամցնել այն գաղափարը, որ ամեն ինչ արդեն որոշված է, ինչ իմաստ ունի, դուք ձեր ծանը տեղը թեթևացնեք ընտրությունների օրը, ամառ օրով, այսպես ասենք, դաչա գնալու փոխարեն օրինակ դա ժամանակ կորցնեք, որ ընտրատեղամասերում եթե ամեն ինչ որոշված է, իրենք ամենաշատը նաև կարծում եմ վախենում են, այդ բառը օգտագործենք, արդեն ոչ թե մտահոգվում են, հենց բարձր մասնակցության հնարավորությունից, որովհետև անգամ այս հարցումները, որոնք հրապարակվել են, իրենք ցույց են տալիս, որ կարծես թե այդ չկողմնորոշվածների, չմասնակցողների, ամեն ինչի վրա թքած ունեցողների քանակը համենայն դեպս հարցումների նվազել է, եթե նախկինում դա 55% կարող է լինել, նույնիսկ 60, իսկ Երևանի ընտրությունները հիշում եք, մասնակցությունը ընդամենը 28.2%, եթե չեմ սխալվում, այսինքն 70%-ից ավելը ընդհանրապես չէր մասնակցում, եթե նման մասնակցություն լինի, այսինքն ակտիվություն լինի, ապա իշխանությունը շատ լավ հասկանում է, որ այդտեղ իր հնարավորությունները զգալիորեն նվազում են, ավելին ասեմ, որ ընդդիմության հաջողության գրավականը 50%-ով պայմանավորված է մասնակցությամբ եւ եթե մասնակցությունը օրինակ լինի ասենք 1.350.000 մարդ, ապա այդ պարագայում ես կարծում եմ իշխանությունը բավականին բարդ կացության մեջ կարող է հայտնվել, այնպես որ իշխանությունը ամեն ինչ անել է ցույց տա, որ ամեն ինչ արդեն որոշված է, իրանք էլ այնքան վստահ են, որ 65%-ի մասին են խոսում, այսինքն 2/3-ի, հա, մոտավորապես, էլ ինչ մի կողմից դա արվում է որպեսզի չկողմնորոշված կամ ծույլ այս բառը օգտագործենք ընտրազանգվածին հիասթափեցնեն որպեսզի ընտրության չգնան, մյուս կողմից սեփական ընտրազանգվածին արխայնացնում են, որ ամեն ինչ վերահսկողության տակ է եւ ամենակարևորը սեփական թիմն են ոգևորում, որպեսզի իրենք, այսպես ասենք, հանկարծ այս կամ այն կամուրջներ նոր կամուրջներ չձևավորեն եւ բնականաբար նաեւ ուժային կառույցներին են փորձում մոբիլիզացնել, հավաստիացնելով, որ որևէ բան չի փոխվելու եւ այն հրամանները ուժային կառույցներից ինչ են սպասում։ Ուժային կառույցներից սպասում են, որ ուժային կառույցները իրենց ուղակի գործառույթները, որոնք, այսպես ասենք, իրենք իրականացնում էին, ուղակի եւ ոչ ուղակի գործ, որոնք իրականացում էին այս 5 տարվա ընթացքում, այն հրամանները, որոնք տրվելու են, պետք է իրականացնեն, այսպես ասենք, աշխատեն էլեկտորալ զանգվածի հետ, փողոցում աշխատեն, եթե լինեն զանգվածային գործողություններ, այսինքն կասկած ունենան, լավ չեն աշխատի։ Այո, որպեսզի հանկարծ կասկածներ չունենան։ Գուցե նաև տվյալներ ունեն, որ արդեն իսկ որոշ կառույցների որոշ օղակներ, ներկայացներ արդեն իսկ փորձում են, այսպես ասենք, իրենց կամուրջները
գցեն ընդդիմության որոշ, ասենք, բաների հետ, ուժերի հետ ապագայի համար, որպեսզի հասկանան ինչ է կատարվում եւ կանխորոշեն իրենց հնարավոր վարկագիծը ընտրական գործընթացներում։ Իսկ առհասարակ ինչպես են պատրաստվում քաղաքական ուժերը, մենք հիմնականում տեսնում ենք, թե ԿՊ-ն ինչպես է պատրաստվում, ընդդիմությունը пассив է, թեև իրենք ասում են գնում, մենք հանդիպումներ ենք ունենում եւ այլն, բայց ամեն դեպքում մենք չենք տեսնում այն մեծ ակտիվ քարոզարշավ, ինչը տեսնում ենք ԿՊ-ի դեպքում, թեև ԿՊ-ն ասում է, որ իրենք միջկուսակցական, ներկուսակցական այսպես քարոզարշավ են անում, բայց հասկանալի որ համապետականի համար են պատրաստվում, որովհետեւ Փաշինյանի հայտարարությունները ամբողջ համապետականին է ուղղված։ Հենց այդ ժամանակ ասաց, որ 65% ձայն ենք ստանալու։ Հիմա դուք ինչպես եք գնահատում, որքանով է լավ պատրաստվում եւ այն մեթոդները, որ կիրառում է իշխանությունը, մասնավորապես այդ սուժուխ ուտել, պերաշկի ուտել, երգել, պարել, ուրախանալ, այդ ուրախ ավտոբուսը, ինչ տպավորություն է թողնում, ինչ վերաբերում է ընդդիմությանը, ընդդիմությունից սկսենք, քանի որ դրա մասին էի հարցնում սկզբում, ընդդիմությունը ես չէի ասի, որ շատ пассив է ընդհանուր առմամբ, գուցե դա դեռևս այն ակտիվությունը չէ, որը շատերը սպասում են։ Քարոզչական առումով եմ ասում։ Ես կարծում եմ, որ տեսեք, ես կասեի, որ քարոզչական առումով վերջի մեկ շաբաթվա ընթացքում առավել նույնիսկ այն ուժերը, որոնք բավականին пассив էին թվում, իրենք սկսեցին բավականին ակտիվ աշխատել հենց քարոզչական դաշտում, այսինքն մեդիա ռեսուրսները սկսեցին ավելի հստակ, այսինքն թիրախավորել այն ընտրազանգվածին, որի վրա հույս է դնում ընդդիմության, ասենք, ինչ-որ տարբեր հատվածները։ Գիտեք, այս անգամվա ընտրությունները, այս հիմնական առայժմ երևացող 4 բլոկերը, 4 շարասյունները ընդդիմության, իրենք հիմնականում տարբեր ընտրազանգվածներ ունեն հիմնականում։ Իհարկե խաչվում են որոշ դեպքերում, բայց այնուամենայնիվ նաև տարբերվում են այդ ընտրազանգվածները, այսինքն ոմանք աշխատում են ուղղակիորեն երիտասարդության վրա, ոմանք այսպես լիբերալ ընտրազանգվածի վրա, մրցելով իշխանության հետ արևմտյան ընտրազանգվածը իրենց կողմ քաշելու, այդ մեսիջները ուղարկում են, ոմանք ասենք գյուղերում են փորձում ակտիվ գործողություն անել։ Ես կարծում եմ, որ շատերի մոտ զուգահեռը հիմա գնում է ոչ միայն քարոզչական ակտիվությունը, այլ նաև կազմակերպչական, որովհետև ընտրությունը դա այնուամենայնիվ ռեսուրսային կռիվ է, բարի բուն իմաստով, մանավանդ Հայաստանում դա իսկապես շատ դեպքերում կռիվ է։ Դա ռեսուրսային հարց է, այսինքն դու պետք է ունենաս առնվազն 5-6 հազար մարդ, որոնք ամեն քաղաքական ուժ, որոնք վերահսկելու են այդ ընտրությունները։ Ես էլ չեմ խոսում, որոնք տեղերում աշխատելու են։ Այս առումով բավականին լուրջ աշխատանք կա, որ ես կարծում սևագործ կա, որը որ մենք չենք տեսնում, մենք շատ դեպքերում ընդդիմության կողմից, ասենք նույն մեր ուժեղ Հայաստանի կողմից կամ այլ քաղաքական ուժերի կողմից տեսնում ենք գրասենյակներ են բացվում։ Հիմա մեր սոցիալական ցանցերը, ինտերնետը բավականին ակտիվ է այդ առումով։ Այսինքն ինչ է նշանակում գրասենյակ բացել, դա նշանակում է, որ դա ապագա շտաբերն են։ Բառացիորեն 1.5 ամիս հետո դառնալու են շտաբ, դա նշանակում է դա ռեսուրսներ են դրվում, այս առումով ես կարծում եմ աշխատանք տարվում է, ուղղակի առանց պերաշկիների, առանց կուկուրուզների, առանց այլ բաների, Բայց դա տալիս այն էֆեկտը մարդկանց մոտ, ինչը ԿՊ-ն է անում։ Ես կարծում եմ այն ինչ որ անում է ԿՊ-ն եւ որով ինքը ձայն է կարողանում վերցնել, ուրիշները չեն կարող ուղղակի անել առհասարակ։ Գիտեք, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ոճն է դա ընդհանրապես։ Հիմա մենք ինչ ենք տեսնում, Նիկոլ Փաշինյանը այդ շլապան հագած, ասենք, կուկուրուզ եւ պերաշկի ուտելով, ինչքան շատ են իրան, ասենք, քննադատում, ծիծաղում եւ այլն, ինքը միևնույն մյուս օրը, այսպես ասենք, բանն է փոխում, սննդամթերքն է փոխում, մենյուն է փոխում, մենք արդեն բոլորս գիտենք իր մենյուն, մենյուն։ Միգուցե տեսնում է էֆեկտը։ Գիտեք, ինքը սովոր է այդ ոճին, որովհետեւ օրինակ ժամանակին ելք-դաշինքի ֆորմատում իրենք հիշում եք գարաժների կտուրներով էին վազում, փողոցներով եւ այլ դռներ էին ջարդում, դռներ էին փորձում բացել եւ այլ, այսինքն տնից տուն եւ այլ այդ ոճը հիմա նորը չի։ Բայց եթե մի անգամ աշխատել էլի կաշխատի։ Ես կարծում եմ, որ ինքը հիմա կրկնվում է իհարկե, բայց կա մի այլ տարբերակ, իրենք վերադարձել են Խեղճ Նիկոլի կերպարին ընդհանուր առմամբ։ Մինչև 24 թիվը Խեղճ Նիկոլի կերպարը կար, 24 թվականից սկսած, 24 թվականի հենց հունվարից այն կախիչների
գործողություններից սկսած եւ պատժում էր ինչ որ բաների, պաշտոնյաների, նույնիսկ ուժայիններին, եթե հիշում եք, այնց massայաբար մի օրվա մեջ հանեց գործից, իբր չեն կատարում իր հրահանգները կուլակաթափելու առումով, թալանացը եւ այլն, իրենք փորձեցին ստեղծել նոր կերպար, արդեն ուժեղ Նիկոլի, որը որ կառավարում է, որը որ վերահսկողության տակ է պահում ամեն ինչ եւ այլն, ինքը լավն է, բաները, այսպես ասենք, իր թիմակիցները վատ, որոնք չեն անում, բայց երեք մենք տեսանք վիդեո, որտեղ Չագուջը երագույնով դրած էր սեղանին։ Հիմա, այո, Չագուջով բանով եւ այլն։ Հիմա իրենք կարծում եմ վերադարձան նորից խեղճ Նիկոլի տարբերակին, որովհետեւ ուժեղ Նիկոլի կերպարը չեմ կարծում, որ ավելացնում է ինչ որ ձայները, որովհետեւ սոցիոլոգիական իրական հարցումներն է, որոնք իրենք ունեն, ցույց է տալիս, որ այդ ստագնացիայի փուլում է 2-3 տարի է Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի առանձին էլ ձայները, այսինքն իրենք առանձնապես ոչ աճում է, բայց առանձնապես չի իջնում, այսինքն դա ցեմենտ բետոնային տենց էլեկտորատ է, որը որ դեռևս կպահպանվի, բայց իրենց նպատակը ավելացնելն է, այսինքն փորձեցին ուժեղ կերպարով այն խեղճ Նիկոլի երկրպագուների զանգվածին ավելացնել ուժեղ Նիկոլի երկրպագուների, առանձնապես չի ավելանում։ Չավելացավ, հիմա Նիկոլը աշխատում է։ Խեղճ Նիկոլը ես կարծում եմ, որ դա չի ավելացնելու առայժմ։ Ես ընդհանրապես տպավորություն ունեմ, որ իշխանությունը լեգալ առումով, օրինական առումով շատ մեծ ռեսուրսներ ավելացնելու հնարավորությունները սպառում է առհասարակ, որովհետև շատ այն ընտրազանգվածը, որին հավակնում է Նիկոլ Փաշինյանը, հիմնականում իմիջիալոց նույնպես երիտասարդների, որովհետև սոցիոլոգիան ցույց է տալիս, այն սոցիոլոգիան, որին շատերը չեն հավատում, բայց սոցիոլոգիան ցույց է տալիս, որ 18-ից 35 տարեկան ընտրազանգվածում բավականին լուրջ խնդիրներ կան իշխանության մոտ։ Չեմ ասում, որ ընդդիմությունը, այսպես ասենք, լող է տալիս այդ ընտրազանգվածի ձայների մեջ, բայց այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը այդ ձայները չի կարողանում վերցնել, փորձում է, չէ՞, տեսնում ենք Վարչաբենդ եւ այլն, այդ ժողովրդական կերպարը, խեղճ կերպարը, բան նույնիսկ բաժանման դեպքը ես մա չեմ գնահատում ճիշտ սխալ եւ այլն, շատերը ընկալեցին որպես քաղաքական շոու-զուտ, որովհետեւ առանձնապես հավատ չկա, առանձնապես հավատ չկա, նույնիսկ եմ ասում, ես մա չեմ ուզում մտաթախվեմ կամ խրվեմ այդ ներընտանեկան։ Բայց դա որպես տեխնոլոգիա կարող է աշխատել իրենց օգտին։ Որպես տեխնոլոգիա խեղճ Նիկոլի կերպարին վերադառնալու այդ շլյապայով խեղճ նստած պերաշկի անգամ կինն է, այո, հեռացել, մենակ մարտի 8-ին բանը սրճարանում ինչ որ բան է ուտում, չգիտեմ, հիշում եք այդ վիդեոն էլ կար, հա, հիմա էլ այսպես ասենք ժողովրդի ծոցից հելած մի կերպար է, հա, ստեղծվում, որը որ բանի պես, պիոների պես փողոցում օգնում է, ասենք, ինչ որ բան, մթերք առնել, տանել, տուն հասցնել, չգիտեմ, տարիքովները եւ կհիշեն պիոներների մասին, այդտենց բան կար էլի, պիոներները միշտ ասենք օգնում են փողոցը անցնել, տարեց կանանց եւ տղամարդկանց բանը, այսպես օգնում են ծանր Դասես մարտի 8-ը, մարտի 8-ից առաջ եմ անում։ Այդ կերպարն է ստեղծվում։ Այսպես եմ շնորհավորում։ Որից եմ ասում, այդ կերպարն է ստեղծվում։ Ես կարծում եմ այդ կերպարը առավելագույնս կարող է պահպանել այն ընտրազանգվածը, որ կա։ Պլյուս մինուս 2-3%, չեմ կարծում, որ դա հեղափոխական ինչ որ բանի կբերի, արդյունքի կբերի, ասես մեծ։ Բայց ինքը երրորդ հեղափոխությունն է պատրաստվում անել։ 21-ի երկրորդն է համարում, հիմա 26-ի երրորդն է։ Ես հիշում եմ, որ ժամանակին նաև տնտեսական հեղափոխության փուլ պետք է լիներ, հիշում եք, հեղափոխությունից հետո 18-ի Սիրո եւ Նաև Ադրբեջանում հեղափոխություն պետք է աներ, որը շատ, այո, ընդհանրապես այո, հեղափոխականները նման բան ունեն, հատկություն ունեն, իրենք սովորաբար փորձում են այդ հեղափոխություն կոչեցյալը տարածել ամբողջ աշխարհով, դա պրոլետարական հեղափոխության առաջնորդներն էլ էին, իրենք փորձում համաշխարհային դարձնել այդ հեղափոխությունը, այսինքն այդ բոլշևիզմը, նեոբոլշևիզմը ինքը միշտ էլ ակտուալ է հեղափոխական միջավայրում ընդհանրապես կամ պսևդո հեղափոխական միջավայրում, բայց դա այլ թեմա է, դա այսպես ասենք տեսական մի քիչ թեմա է հեղափոխությունների մասին, մի այլ
մի այլ դեպքում, ասենք, մենք երևի քննարկենք, սա է խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությունը ես ինչ էի ասում, իրենք դա չեն կարող անեն, որովհետև դա կրկնելը այդքան հեշտ չի։ Այդ կերպարում հանդես գալը, դա պետք է նաև մի քիչ բնական Դե ասում են իրենք մեզ քննադատում են, որովհետև իրենք Մայբախում սևի կրայն ուտում։ Դրա համար որ մենք ավտոբուսում պերաշկի ենք ուտում, դա քննադատում է։ Գիտեք, այն անձնավորությունը, որը Նիկոլ Փաշինյանի կողքը նստած այդ նույն օրը առավոտյան պերաշկի էր ուտում, շատ լավ տրամադրությամբ, այդ անձնավորությունը ինքը երեկոյան նշանդրեքի էր իր արարողություններ, դա էլ մեր գործը չի, այսպես ասենք, բայց ու այդ արարողությունը արվում էր մի ռեստորանում, որը որ ամենա էժան ռեստորանը չէ, ես չեմ կարծում, որ այնտեղ ասենք թե բանը, պերաշկի էին ուտում կամ պոնչիկ։ Ամենաթանկարժեք ռեստորաններից է։ Այդպես եմ ասում, այո։ Ասած, բայց նշանդրեքը չէր, կանչել էր ծնողների հետ ծանոթանալ այդ աղջիկը։ Դե ուզում եմ ասեմ, չեմ կարծում, որ հիմա 18 թվականի մայիս ամիսն է եւ այս ուրախ ավտոբուսի ուղևորները իրենք իրականում, այսպես ասենք, այլևս սևիկրա չեն տեսել։ Ես կարծում եմ այն պարգևավճարներով եւ այն գումարներով, որոնք իրանք տիրապետում են, իրենք ամեն ինչ էլ, այսպես ասենք, ցանկության դեպքում առավոտ ցերեկ երեկոյան կարող են։ Այդքան հարստացել են։ Ես կարծում եմ դա մենք տեսնում ենք ընդհանրապես, ընդհանուր առմամբ, բայց սա հիմա մեր հարցը չի, ուղղակի քանի որ իրենք ինչ որ մեկին քննադատում են, դրա համար որ ասենք իրենք ինչ որ բան են ուտում, հա, ըստ նաև պետք է նայել տեսնել, ասենք գուցե միշտ կերել են ընդհանուր առմամբ, միշտ կերել են, այստեղ հարցը դրանում է ընդհանուր առմամբ։ Փաշինյանն ասում է անհնար է կոռուպցիա լինի եւ ես իմանամ դա չբացահայտեմ։ Իմ թիմում։ Դե գիտեք, միայն նախկիներին չի վերաբերում, այսօր շատ ենք խոսում անցումային դեմոկրատիայի երկրների մասին, հա, ուղղակի IRA-ի հետ կապված, սովորաբար մեր տիպի երկրներում կոռուպցիան ով ինչով է զբաղվել, իշխանության օրոք բացահայտվում է մյուս իշխանության օրոք, սովորաբար իրականում, այսինքն դա ես դեռ չեմ հիշում որևէ իշխանություն, այդ թվում նաև Հայաստանում, որը իր իշխանության օրոք ասում է, որ մեր իշխանությունը կոռումպացված է, երկրորդ ասում են դեպքեր կա։ Մենք է բացահայտում ենք ժամանակ առ ժամանակ, հետո գալիս է մյուս իշխանությունը, դե պարզվում է այս կամ այն ձևով մեկ էլ պարզվում է, որ համակարգային կոռուպցիա կա եւ այլ եւ այլ։ Ես քանի որ վաղուց քաղաքական դաշտը մեր գիտեմ, հա, միշտ նախորդ հանցավոր ռեժիմի մասին այդ բանը խոսույթը, այդ բառակապակցությունը միշտ ակտուալ է եղել։ Այն նախորդ քաղաքական, նախորդ հանցավոր իշխանությունը, քաղաքական գնահատական տանք նախորդ քաղաքաբանի իշխանությանը հանցավոր եւ ոչ միայն քաղաքական լավագույն դեպքում, այսինքն այս խոսույթը միշտ կա։ Այդ իսկ պատճառով ես հիմա այսպես զուսպ եմ վերաբերում այդ հայտարարությունները, որովհետեւ երբ իշխանությունը կփոխվի, ես կարծում եմ կտեսնենք այս իշխանության օրոք կոռուպցիայի մակարդակը ինչ էր։ Ամենայն դեպս կարող ենք ենթադրել, որ ասֆալտի որակից հենց նույն, հա, ասֆալտի որակից իրենց հիշում եք դա իրենց այսօրվա իշխանությունների հիմնական բանն էր, հաղթաթուղթներ, չէ, հայտարարվում էր միշտ, եթե ուզում են ինչ-որ մեկի բերանը փակեն, ասում են ասֆալտ ենք արել, ասֆալտի այսօրվա որակից ես կարծում եմ մենք կարող ենք կասկածներ, լուրջ լեգիտիմ կասկածներ կարող ենք ունենալ, որ կոռուպցիան ոչ միտեղ չի եռացել, հա, համակարգային կոռուպցիան տարբեր դրսևորումներ է ունենում եւ ես կարծում եմ ուղղակի մի տեսակից այլ տեսակի անդրադառնում, այսպես ասենք, ավելի ժողովրդավարական երկրներին հարիր կոռուպցիայի մակարդակ է, երբ կենցաղում դա չի երևում, այսինքն օրինակ ամեն թղթի համար 1000 դրամ չեն ուզում, կաշառք, բայց կոռուպցիան մի քիչ ավելի այլ ոլորտներ է մտնում, ավելի խորքային եւ ավելի մեծ մասշտաբի։ Բայց ամեն դեպքում այնքան եւ ավելի քիչ մարդ է ներգրաված լինում այդ քիչ մարդ խմբեր, ազդեցության խմբեր, ֆինանսական ազդեցության, ֆինանսատնտեսական ազդեցության շրջանակներ։ Բայց ամեն դեպքում նաև թոշակները բարձրացեցին եւ ինչ որ քայլեր են անում նաև առողջապահական այդ ապահովագրության համակարգը, այս ամեն ինչը հանրության մոտ գիտեք, ես կարծում եմ պարզ է, որ նախընտրական շրջանում թոշակների բարձրացումը դա նույնպես ստանդարտ քայլ է, այսպես ասենք։ Ուղղակի այս անգամ ես կարծում եմ
այնքան էլ մի քիչ անհարմար բան ստացվեց, որովհետև ընդամենը 1 ամիս առաջ ասում էր, որ հնարավորություն չկա կամ ինչ է անելու այդ թոշակառուն եւ այլը, հա, ըստ էության խոսք չկար դրա մասին, բայց հետագայում ես կարծում եմ, երբ հասկացան, որ այնուամենայնիվ այդքան վստահ պետք չի լինել 65+ կամ 60+ էլեկտորատի վարկագծի վրա, որ անպայման իրենց են ընտրելու, ես կարծում եմ այդ հարցումներն է ցույց տվեցին, իրենք որոշեցին այնուամենայնիվ ապահովագրել իրենց եւ 65+-ին էլ չվանել իրենցից ընդհանուր առմամբ, որտեղ նորից եմ ասում 18+-ում 18 մինչև 35 նույնիսկ պլյուս, այնտեղ իսկապես լուրջ խնդիրներ կա։ Այս առումով չեմ կարծում, որ սրանով է սահմանափակվելու, սովորաբար նախընտրական շրջանում սուբսիդավորումներ է սկսվում տարբեր մարզերի, համայնքների, գյուղերի եւ այլն, նայած որտեղ հնարավոր է համեմատաբար քիչ ռեսուրսով շատ ձայն բերել ընդհանուր առմամբ։ Այս առումով այս իշխանությունն էլ օրիգինալ չի ընդհանուր առմամբ։ Պարզ է, որ դա ինչ որ զանգվածի վրա ազդելու է, բայց ինչ որ մի զանգված էլ հենց հասկանալով իմիջիալոց հենց տատանվող զանգվածներից, հասկանալով, որ, այսպես ասենք, սա էժանագին շահարկում է բյուջեի հանուն ձայներ ստանալու, հենց միայն դրա համար կարող է բողոքական ընտրության գնալ։ Բողոքական ընտրությունը գիտեք որն է, երբ շատերին թվում է, թե ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ նորմալ է, որևէ մեկը փողոց դուրս չի գալիս, բայց ընտրության օրը հանկարծ պարզվում է, որ մասնակցությունը մեծանում է, հենց այն զանգվածը, որը որ իրոք ընդունակ չի փողոց դուրս գալու, բայց ընդունակ է այդ օրը գնա ընտրության եւ իր կարծիքը իշխանության վերաբերյալ ասի, դա հենց պրոցեսնի, այսպես ասած, պրոցեսնի գալասավանի է կոչվում կամ բողոքական ընտրություն։ Հայաստանում իմիջիալոց եղել է այդպիսի բան, եթե չեմ սխալվում 13 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նման մի բան եղել է, այն ժամանակվա իշխանությունը բավականին կարծում եմ տհաճ անակնկալի առջև կանգնեց Ռաֆի Հովհաննիսյանի հետ կապված, երբ թվում էր թե հանգիստ է ամեն ինչ, փողոցում որևէ մեկը դուրս չի գալիս, բայց պարզվեց, որ ուղղակի շատերը իրենց բնույթով հեղափոխական չլինելով կամ փողոց դուրս եկող չլինելով, բայց այնուամենայնիվ ընտրություններ գնացին եւ իրենց ձայնը տվեցին տվյալ օրվա ընդդիմադիրներին։ Ես չեմ բացառում, որ հիմա էլ մենք այդպիսի պատկերի ենք ներկա լինելու, թեպետ դեռ 3 ամիս կա, մենք տեսնում ենք, որ նաև կա impeachment-ի գործընթացի գեներացիա, որը որ ենթադրում է նաև փողոց, ակտիվ փողոց։ Մենք հիմա չենք կարող որևէ բան ասել, այն էլ այսօրվա աշխարհում, երբ արտաքին գործոնը ամեն րոպե փոխվում է։ Եվ նրանք, ովքեր որ ասենք օրինակ այսօրվա իշխանություններին արդեն աջակցություն են հայտնել, ասենք նույն Իրանա-իսրայելյան ամերիկյան այս պատերազմի արդյունքում կարող է մի ամիս հետո կամ 2 ամիս հետո գլուխներ այնքան խառը լինի, որ ինչպես ռուսներն են ասում, նի դա է տվել լինի, այսինքն բոլորը մոռանան, ով ինչ Հայաստանի տեղը մոռանան այդ առումով եւ ում են իրենք երկրպագել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։